Ասացեք, որ հանդիպում տեղի կունենա, հա, գյուղում, Քասախ գյուղում, ովքեր են գալու, ով փոխանցել։ Իմ տեղեկություններով մարզպետը կառավարության անդամ եւ մուլտի տրաս ընկերության ներկայացուցիչ։ Այս երբ է նախատեսվում, ժամը քանիսին։ Այսպես է եղել, կազմեք խումբ, եկեք մեր մոտ խոսենք։ Ես ասել եմ, որ ստե չկա որևէ մարդ, որը գա ձեր մոտ։ Դուք ընտրվել եք այս մարդկանց միջոցով, դուք պարտավոր եք գալ այս մարդկանց մոտ։ Իրենք ասում են, որ այդպես հնարավոր չի լինելու խոսել, ես էլ ասել եմ, մենք այդպես չենք խոսելու, դուք ուղղակի ներկայանում եք, մենք ընտրում ենք մեզնից ներկայացուցիչներ եւ առանձնանում ենք ձեր հետ խոսելու։ Քանի հոգանոց խումբ են ուզում։ Պետարանում, ոչ, այդ ժամանակ ճանապարհը կբացվի, կբարձրանանք բոլորով։ Համայնքապետարան, եթե հարցի լուծումը չի տրվի նրանց հետ, մենք կփորձենք ավելի կոշտ միջոց հաջորդ անգամ։ Քանի հոգանոց խումբ են ուզում։ Նրանք չեն պարտադրում թիվ, ես կարծում եմ մի 2-3, որ ժխոր չլինի, հասկանանք իրար մի 2-3։ Դա երբ է նախատեսում, քանի որ 15 րոպեից մեկնարկում է կառավարության հերթական նիստը եւ մարզպետը պարտավոր է ներկա գտնվել կառավարության նիստին, կամ պետք է մինչեւ այս լիներ, կամ նիստից հետո, որը մոտ 1 ժամուկես հետո է լինի։ Ես կարծում եմ, որ որոշել են ով կգա, ինչ կանի, դա իմ որոշելիքը չէ, թող իրենք որոշեն, ով կգա, ես ուղղակի ներկայացրեցի։ Լինի, փոխմարզպետ լինի, դեմ չեք լինի։ Գիտեք ինչ կա, ես չէ որ պետք է ընտրեմ պաշտոնների բարձր ցածր լինելը։ Կարող է նրանք արտոնագրում են մարդու, որը նրանց բացարձակ իրավունք ունի նրանց անունից խոսելու։ Ինչ խնդիր չենք տեսնում։ Այսինքն փակ եք պահելու, միջև գան պատվան մարմինները։ Միանշանակ մենք 10 օր շարունակ փորձել ենք թե կառավարությունում, թե բոլոր պատկան մարմիններին խնդրել ենք ուղղակի մեզ լսել։ Մեր ձայնը չի լսվել, դրա համար ենք մենք եկել այս վիճակին։ Եթե մեր ձայնը լսվեր, մենք այս բանը չէինք անի ուղղակի։ Մեր ձայնը չի լսվել։